նախագահի Հայաստան արտերկրի հայկական համայնքների հետ աշխատանքի կարևորությունը, արտաքին հետախուզության ուժեղացումը եւ սերտ կապերի հաստատումը սփյուռքահայերի հետ։ Այս թեման հիմնականում վերաբերվում է Սփյուռքին, մեր արտերկրում ապրող հայերին։ Հիմնականում խոսքը վերաբերվում է այն մարդկանց, որոնց նախնիները դարասկզբին, անցած դարի դարասկզբին տեղահանվեցին Թուրքիայի տարածքից եւ տեղափոխվեցին տարբեր աշխարհի երկրներ, բայց համաձայն մեր ավանդույթների այդ դաստիարակությունը ավանդական հայկական պարզվեց, որ շատ խորն է եւ մինչեւ այսօր շատ մարդիկ պատրաստ են աջակցել իրենց հայրենիքին։ Եթե մենք նպատակ ենք դնում առաջիկա 10 տարում դառնալ ավելի հարուստ եւ բարեկեցիկ երկիր, ապա միակ ուղին մենք արդեն պարզեցինք, դա բարձր տեխնոլոգիական արտադրությունն է, սարքաշինությունն է, որի համար մեզ անհրաժեշտ են ոչ միայն լավ մասնագետներ, պրոֆեսիոնալ ղեկավարներ եւ ինժեներներ, այլև շատ կարևոր է, որ այդ մարդիկ լինեն հայրենասեր։ Մեծ կոլեկտիվներում հաճախ լինում են մարդկային փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ։ Ընդ որում ես իմ անձնական փորձից ասեմ, շատ բարդ եւ մեծ պրոյեկտները, օրինակ ինչ-որ բարդ տեխնիկայի ստեղծման հետ կապված, նրանց հաջողությունը հիմնականում պայմանավորված է հենց այդ կոլեկտիվի ներսում մարդկանց, մասնագետների, ուժեղ մասնագետների համբերության արդյունքն է, իրար հետ մարդկային փոխհարաբերությունների, ոչ թե գիտական աշխատանքի առումով եմ ես ասում։ Կոպիտ ասած իրար հետ յոլա չեն գնում եւ ուղղակի այդ կոլեկտիվը հնարավոր չի լինում մի ամբողջականության պես աշխատացնել։ Սա շատ լուրջ խնդիր է։ Դրա համար ստեղես հայրենասիրությունը կարող է շատ հարթացնող եւ օգնող լուրջ հանգուցալուծող բան լինի։ Մեծ կոլեկտիվներում հաճախ լինում են մարդկային փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ եւ այդ տարաձայնությունները հաղթահարելուն մեծապես օգնում է հայրենասիրությունը, սեփական երկիրն ավելի լավը դարձնելու ցանկությունը, նպատակը։ Այդ պատճառով շատ կարևոր է ներգրավել հենց մեր ազգության մասնագետների։ Արտերկրից հրավիրված հայ մասնագետի սիրտն ավելի շատ կցավի աշխատանքի հաջողության համար։ Բացի այդ, ես վստահ եմ, որ հայ մասնագետների մեծ մասը, որոնց կհաջողվի համոզել տեղափոխվել Հայաստան, ստիպված չենք լինի հավելյալ վճարել նրանց օտար երկրում ապրելու համար։ Ընդհակառակը վստահ եմ, որ նրանք ուրախ կլինեն պատմական հայրենիք վերադառնալու առիթի համար։ Անպայման պետք է պետական մակարդակով կազմակերպել մեր ազգության այս բարձրակարգ մասնագետների տեղափոխումը Հայաստան։ Նրանք կտեղափոխվեն նրանց ընտանիքները, հետագայում նրանց բարեկամները եւ վերջին հաշվով այդ ամենը ավելի ու ավելի կհզորացնի մեր երկիրը, որովհետեւ մարդիկ գալիս են իրենց փորձով զարգացած երկրներից կառավարման, գիտական տարբեր հարցերով եւ այլն, եւ ընդհանուր մակարդակը բարձրանում է։ Մյուս կարևոր կետը, որը կապված է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների հետ, մեր անվտանգության լուրջ կապիտալն է։ Մենք պետք է ունենանք ուժեղ արտաքին հետախուզություն։ Հարուստ երկրները հսկայական գումարներ են ծախսում տարբեր երկրներում գործակալներ հավաքագրելու համար, այսինքն վարձելու համար։ Իսկ մեզ համար դա կարող է լինել գրեթե անվճար։ Պարզապես պետք է այդ մարդկանց տեղյակ պահել, որ մեր պետական անվտանգության մարմինները նրանց կարիքն ունեն, որ մեր երկիրը նրանց կարիքն ունի։ Ի վերջո նրանց հայրենիքն է։ Կգտնվեն ազգությամբ հայ շատ ցանկացողներ, որոնք անվճար կհամագործակցեն։ Սա շատ լուրջ հարց է։ Հավանաբար լսել եք այն ասացվածքը, թե նա, ով տիրապետում է տեղեկատվությանը, տիրապետում է աշխարհին։ Բերեմ մի օրինակ։ Երբ 2020 թվականին սկսվեց պատերազմը եւ ավարտվեց
հայ ժողովրդի հերթական բռնի տեղահանմամբ իր բնորանից, հասկացող մարդիկ գիտեն, որ դա տեղի չէր ունենա առանց Թուրքիայի նախագահի որոշման։ Եթե մեր արտաքին հետախուզությունն ակտիվ լիներ եւ մենք Թուրքիայի տարածքում, ինչպես եւ այլ երկրներում, ունենայինք մեր այնտեղ ապրող ազգությամբ հայ գործակալներ, շատ մեծ էր հավանականությունը, շատ մեծ կլներ, որ նրա դեմ կգտնվեր որևէ կոմպրոմատ, որով նրան կստիպեին նման որոշում չկայացնել։ Ցանկացած հայ, ում նախնիները փախել են ցեղասպանությունից տարբեր երկրներ, գրեթե ցանկացած նման մարդ պատրաստ կլինի համագործակցել մեր հատուկ ծառայությունների հետ Թուրքիայի դեմ։ Իրազեկ մարդիկ հասկանում են, որ այն, ինչ ես հիմա ասացի, կարող է ավելի արդյունավետ լինել, քան մեր ամբողջ բանակը։ Բոլորդ երևի լսել եք Իսրայելի, Անգլիայի հետախուզական աշխատանքների հետևանքով այդ երկրների գեր ազդեցությունը տարբեր պրոցեսների վրա, տարբեր միջազգային հարաբերությունների վրա։ Իրականում դա շատ հզոր գործիք է, բանակին համեմատական գործիք է։ Օրինակ Իսրայելը փաստորեն այդ իր ներուժը օգտագործեց, քանի որ ազգությամբ հրեա մարդիկ տարբեր երկրներում բավականին շատ են, նրանք օգտագործեցին այդ պոտենցիալը։ Նույն կերպ մենք կարանք մեր պոտենցիալը օգտագործենք, բայց ընդհանրապես չենք օգտագործում։ Դա ուղղակի շատ տարօրինակ է։ Ես Թուրքիայի օրինակը հիմա ուղղակի որպես օրինակ բերեցի, բայց ընդհանուր առմամբ դա պետք է լինի տարբեր երկրների մակարդակով, որտեղ որ հնարավորություն կա, ուրեմն լրացուցիչ տեղեկատվություն հավաքել, ունենալ եւ ավելի շատ ազդեցության լծակներ ունենալ։